Ժառանգությունը շարունակում է ակտիվ քննարկումները առաջիկա ընտրություններին ընդդիմադիր լայն դաշինքով մասնակցելու շուրջ։ Հանդիպումները սկսել է Ռաֆի Հովհաննիսյանը, շարունակել Արմեն Մարտիրոսյանը եւ արդեն առաջիկա օրերին Հովհաննիսյանի վերադարձից հետո Ժառանգությունը որոշում կկայացնի։ Ինչպես կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն է շեշտում, այնպիսի միավորում պիտի ստեղծեն, որ մարդիկ տեսնեն պայքարողների խումբ կա։ Մարտիրոսյանը թեև անուններ չի տալիս, բայց չի էլ հերքում, որ նաև պաշտպանության եւ արտաքին գործերի նախկին նախարարներ Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը կան այս շարքում։ Արդյոք սա չի նշանակում մարտի 1-ի մեղսակիցների հետ համագործակցություն։ Սոցիալական ցանցերում ու մամուլում հնչող քննադատությունը Արմեն Մարտիրոսյանին փոխանցեցինք։ Ես շատ ուրախ կլինեմ, որ որևէ մեկը մեկ փաստ կամ կես փաստ ներկայացնի, որ ասենք Վարդան Օսկանյանը կրակելու հրաման է տվել։ Ես անմիջապես ներողություն կխնդրեմ մեր քաղաքացիներից եւ քաղաքական դաշտի ներկայացուցիչներից եւ բնականաբար որևէ քննարկում իր հետ չեմ իրականացնի։ Բայց հետաքրքիր է մի բան միայն դա է, չէ՞ որ նա քաղաքական իշխանության ներկայացուցիչ էր այդ ժամանակ եւ նույնիսկ հրաժարական չի տվել։ Ըստ էության կարելի ասել բացի ժառանգությունից բոլորը իշխանության մեջ են եղել ինչ-որ մի ժամանակ։ Նույնը կարող եք Սեյրան Օհանյանի մասին ասել։ Սեյրան Օհանյանի պարագայում հիմա դուրս է գալիս, որ ես իրենց փաստաբանն եմ, բայց ես փաստաբանը չեք, բայց եթե համագործակցությունը չեք բացառում, իսկապես կարծում եմ իրենք կխոսեն, իրենք կասեն երբ են գործողության մեջ եղել, ինչ հրաման են ստացել, ինչ հրաման են կատարել, օրենքով են շարժվել, ապօրինի է եղել։ Ես կարծում եմ իրենք դա կասեն։ Դուք դիտել եք նրա հեռուստատեսային ուղերձը 2008 թվականին, տեսել եմ, որում նա ասում էր, որ անգամ փոքր խմբերով դուրս գալու դեպքում կարող է միջոցներ ձեռնարկվի զինուժը, նաև ասում էր, որ դրանք զանգվածային անկարգությունների մասնակիցներ են ցուցարարները։ Այո։ Հիմա Սեյրան Օհանյանին կկանչեք, Սեյրան Օհանյանը բացատրություն կտա։ Ես այդ բացատրությունը լսել եմ։ Ձեզ այդ չի խանգարում։ Ես այդ բացատրությունը լսել եմ։ Դոտը վերացված է ձեր Ես ոչ թե այդ հայտարարությունն է խոչընդոտում, այլ ինձ Սեյրան Օհանյան ազատամարտիկի զինվորի անցած ուղին է որոշակի հույս տալիս, որ ինքը եւս մտահոգ է երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Իսկ հիշեցմանը, թե հենց Ռաֆի Հովհաննիսյանն էր պահանջում Սեյրան Օհանյանի հրաժարականը, մեղադրում նրան ընտրակեղծարարության մեջ, օրինակ սահմանադրական հանրաքվեից հետո հայտարարելով, թե նա մասնակցել է պետական հանցագործությանը, զինվորներին ուղղորդել մասնակցել քվեարկությանը, Արմեն Մարտիրոսյանն արձագանքեց. Բոլոր այն անձիկ, ովքեր պատրաստ են այս համակարգի դեմ պայքարել, ովքեր ցանկանում են երկրում արմատապես իրավիճակ փոխել, ես այդպիսի անձանց հետ պետք է փորձեմ պայքար տանել երկիրը այս ճգնաժամից դուրս բերել։ Նույնիսկ եթե նրանք ներգրաված են եղել 2013-ի նախագահական ընտրակեղծարարության մեջ, ինչպես Ռաֆի Հովհաննիսյանն է ասել Սեյրան Օհանյանի մասին։ Բերեք այդ հարցի պատասխանը թող հրապարակային պարոն Օհանյանը այլ հարցերի հետ կապված պարոն Օսկանյանը դուք տվեք իրենց։ Ես իրենց փաստաբանը չեմ։ Ես չեմ պատրաստվում իրենց հետ մեկ կուսակցության մեջ մտնեմ։ Ես չեմ պատրաստվում իրենց հետ բիզնես գործունեության մեջ մտնեմ։ Ես որպես անկախ քաղաքական միավորի ներկայացուցիչ այլ սուբյեկտների հետ փորձում եմ պայքարել եւ այդ պայքարի արդյունքում փորձում եմ երկրում իրավիճակ փոխել։ Այդուհանդերձ Սեյրան Օհանյանի եւ Վարդան Օսկանյանի հետ համագործակցության շուրջ ժառանգությունում լուրջ տարաձայնություններ կան։ Սարուհի Փոստանջյանը մասնավորապես կտրականապես դեմ է այս գործիչների հետ միասնական ցուցակով ընտրությունների գնալուն։ Այո, մենք եղել ենք մեղսակից եւ պատրաստ ենք նստել մեղադրյալի աթոռին, թող մեր նկատմամբ տեղի ունենա արդար դատավարություն, թող դատարանը որոշի մենք ինչ չափով ունեինք մեղավորություն։ Այդ ժամանակ ես բոլորի մարդկանց կարող եմ լսել եւ ասել եկեք մենք միասին գնում ենք պատերազմ քանդելու այս համակարգը։ Արմեն Մարտիրոսյանը խնդիր չի տեսնում։ Շատ լավ կլինի։ Թող լինի, խնդիր չեմ տեսնում, թող արդար դատավարության համակարգ լինի մեր մոտ, իրենք էլ թող գնան դատախազությունը գործը բացի կամ վերաբացի, թող իրենք գնան ցուցմունքներ տան եւ եթե այդ ցուցմունքների մեջ կլինի այնպիսինը, որը իրենց մեղադրյալ կդարձնի, թող գնան դատարանում պատասխան տան։ Մի հատ արդար դատականության հնարավորություն պիտի ստեղծենք, որ հետո
մարդուն ասենք գնա դեմի պատասխան տուր։ Իսկ ինչպես եք ներկուսակցական այս խնդիրը պատկերացնում, ինչպես է այն լուծվել։ Շատ հանգիստ քննարկումով եւ քվեարկությամբ։ Եվ քվեարկությամբ։ Իհարկե, ինչպես եւ միշտ է եղել։ Մեր մոտ բարեբախտաբար իսկապես շատ ազատ կուսակցություն է։ Դեռ չի հանգուցալուծվել նաև Անահիտ Բախշյանի շուրջ իրավիճակը։ Կուսակցության վարչության անդամն առայժմ չի մեկնաբանում ժառանգությունից հեռանալու մասին լուրերը։ Հայտնի է, որ նա մի քանի ուժերից, այդ թվում եւ Էդմոն Մարուքյանի գլխավորած Լուսավոր Հայաստանից հրավեր է ստացել։ Եթե ինքը կնախընտրի այլ քաղաքական միավորի հետ շարունակել իր գործունեությունը, մենք իրեն ընդամենը բարին կարող ենք մաղթել, որևէ բացասական խոսք չենք ասի, կարող է շատ հրավերքներ են ստացել ամեն մեկն էլ, բայց որևէ մեկը չի պատրաստվում քննարկել իր մեջ այդ առաջարկներից որևէ մեկը ընդունի, թե ոչ։ Ուստի եւ կուսակցությունը ինչպես կա, այնպես էլ մնում է։